Ռուսական ուժերը հարվածել են Կիևի գլխավոր սրբավայրին, պնդում է ուկրաինական կողմը։ Դաշնության հարվածների հետևանքով երկրի հոգևոր եւ պատմամշակութային խորհրդանիշ Կիև-Պեչորյան մայրավանքում հրդեհ է բռնկվել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ այրվել է համալիրի գլխավոր եկեղեցու տանիքը։ Լուրջ վնասներ կրած վանական համալիրը 1051 թվականին է հիմնադրվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։ Կիև-Պեչորյանի հարակից բազմահարկ շենքերն են վնասվել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի վերջին հարձակման հետևանքով Կիևի 10 շրջան է տուժել, 4 զոհ կա։ Ռուսական հարվածներին Ուկրաինայի վարչապետն է արձագանքել։ Սա դաժան հարձակում էր մեր ժողովրդի ու ժառանգության վրա։ Սա է Ռուսաստանի ուղղափառ արժեքների իսկական էությունը։ Անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները վնասել են Ուկրաինայի էլեկտրահաղորդման գծերը։ Մայրաքաղաքի հյուսիսում մոտ 140,000 բնակիչ առանց լույս է մնացել, հայտնել է ուկրաինական կողմը։ Խարկովն էլ է ռուսական հարձակման տակ եղել։ Ռուսական հարվածից քաղաքում փրկարար ծառայության 5 աշխատակից է զոհվել, առնվազն 5-ը վիրավորվել են։ Սումիում էլ 3 վիրավորի մասին է հայտնում տեղական իշխանությունը, նրանցից մեկը երեխա է։ Ռուսաստանն էլ ուկրաինական հարվածների հետևանքով զոհերի, վիրավորների մասին է հայտնում։ Մոսկվայից հարավ Տուլա քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 3 զոհ կա, հայտնել է նահանգապետը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել։ Ռուսական հոբն ավելի քան 120 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել երկրի տարբեր հատվածներում, հայտնել է Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Փոխադարձ հարվածներից առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կիրակի հեռախոսով զրուցել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ։ Պուտինի հետ Թրամփը մոտ 1 ժամ է զրուցել։ Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը որոշ մանրամասներ է հայտնել այդ զրույցից, տեղեկացնելով, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ Ստիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կայցել են Ռուսաստան։ Что касается украинского конфликта, Դոնալդ Թրամփը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է ազդել ինչպես իր եվրոպացի գործընկերների, այնպես էլ Կիևի վրա, այդ թվում առաջիկա շփումների ժամանակ G7-ի գագաթնաժողովում։ на Киев, Ռուսաստանի տարածքում քաղաքացիական թիրախների վրա վերջերս կատարված հարվածները իհարկե խոչընդոտում են կարգավորմանը, եւ դա նույնպես նշվեց։ недавние Զելենսկիի հետ Թրամփը 30-35 րոպե է խոսել, Ուկրաինայի նախագահի խորհրդականի խոսքով։ Դմիտրի Լիտվինը Reuters-ին ասել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է պատերազմին, նաև դիվանագիտությանը եւ խաղաղության բանակցություններին վերաբերող հարցեր։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։